Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի բնակչության մեծամասնությունը տեղեկացված է եղել այն խնդիրների մասին, որոնց ներկայումս բախվում է Եվրամիությունը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին, հավելել դրա շնորհիվ երկրում հաստատվել է կայունություն ու խաղաղություն։ Նրա խոսքով վրաց հասարակությունը պետք է գիտակցի Եվրամիության ներսում առկա խնդիրները եւ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում գոյություն ունեցող բարդությունները։ Միևնույն ժամանակ նախագահը նշել է, որ իրենք պատրաստ են երկխոսության Եվրամիության հետ, չնայած վերջինս ճգնաժամ է ապրում։ Մենք պետք է զգոն լինենք, որպեսզի այս զարգացումներից հաղթող դուրս գանք։ Նկատի ունեմ Վրաստանում այլ երկրների արմատական գործողություններ, միջամտություններ թույլ չտալը։ Եկեք կենտրոնանանք մեր երկիրը ավելի խաղաղ, կայուն եւ անվտանգ դարձնելու վրա։ Միխեիլ Կավելաշվիլու խոսքով Վրաստանը ցանկանում է լինել Եվրոպայի մի մասը։ Նա հույս է հայտնել, որ կզարգանան առողջ գործընթացներ։ Առաջիկա տարիներին վրացական երկաթուղիներում մոտ 1 միլիարդ լարի ներդրում կկատարվի, հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլին Վրաստանի առաջին ալիքի եթերում։ Նա տեղեկացրել է, որ կառավարությունն արդեն որոշում է կայացրել ռեսուրսներն ուղղել երկաթուղային տրանսպորտի զարգացմանը։ Մենք տեսնում ենք, որ համաշխարհային բեռնաշրջանառությունն ու բեռնահոսքերն աճում են։ Վրաստանի խնդիրն իր տարանցիկ դերի հետագա ամրապնդումն է, որպիսի Վրաստանը մնա մրցունակ երկիր եւ հուսալի գործընկեր, որն ապահովում է արագ եւ որակյալ բեռնափոխադրումներ։ Նախարարի խոսքով երկաթուղիների արդիականացման նախագիծն արդեն ավարտվել է, ինչի շնորհիվ վրացական երկաթուղիների թողունակությունը կրկնապատկվել է։ Կվրիվիշվիլին հայտնել է նաեւ, որ մոտ ապագայում կբացվի նաեւ Բաքու-Թբիլիսի կարս երթուղին։ Կարծում ենք, որ շատ շուտով Վրաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան կնշեն Բաքու-Թբիլիսի կարս պատմական նախագծի բացումը, որը շատ կարևոր դեր կխաղա ինչպես Վրաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար։ Նախարարը հավելել է, որ 2026 թվականի բյուջեի նախագծով Վրաստանը նախատեսում է 162.5 միլիոն լարի վարկային գիծ ստանալ Ասիական զարգացման բանկից եւ Համաշխարհային բանկից երկաթուղային ոլորտի բարեփոխումների ծրագրի շրջանակներում։ Թուրքիան արդեն 50 տարի է սպասում է Եվրամիության անդամակցության գործընթացի ավարտին, սակայն այդ ընթացքում տարբեր պատրվակներով այն ձգձգվում է, հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։ Այս գործընթացի շրջանակում մենք ենթարկվել ենք թաքնված եւ բացահայտ սահմանափակումների, ընդհուպ էմբարգոների։ Չնայած դրան մենք շարունակել ենք զարգացնել մեր պաշտպանական կարողությունները։ Այն քայլերը, որոնք կձեռնարկվեն Եվրոպայի կողմից, կորոշեն հարաբերությունների հաջորդ փուլը։ Թուրքիայի նախագահը նաև Ռուսաստանին եւ Ուկրաինային կոչ է արել Սև ծովը ռազմական գործողությունների թատերաբեմ չդարձնել եւ պահպանել անվտանգ նավագնացությունը։ Նրա խոսքով դա օգուտ չի բերի ոչ Ռուսաստանին, ոչ էլ Ուկրաինային։ Թուրքիան Ուկրաինայում հակամարտության կողմերին առաջարկում է համաձայնագիր կնքել էներգետիկ օբյեկտներին հարվածներ չհասցնելու եւ Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու մասին, քանի դեռ համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ հնարավոր չէ համաձայնության հասնել։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը TV-Net հեռուստաալիքի եթերում։ Նա ընդգծել է, որ տարածքների հարցը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև տարաձայնությունների հիմնական թեմաներից է։ Ֆիդանը կարծիք է հայտնել, որ այդ հարցը որոշ չափով կարող է լուծվել Ուկրաինայում ընտրությունների եւ հանրաքվեի միջոցով։ Ֆիդանն անդրադարձել է նաեւ Սիրիայում իրավիճակին, կարևորել ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ եվրոպական եւ ամերիկյան գործընկերների համատեղ աշխատանքը։ Նրա խոսքով դրանք աստիճանաբար սկսում են արդյունքներ տալ։ Ֆիդանը նշել է, որ այսօր շատ են Սիրիա վերադարձողները, ուստի անհրաժեշտ են կյանքի պայմանները ապահովող ենթակառուցվածքներ։ Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ կոռուպցիայի մեղադրանքով դատական գործընթացի մեկնարկը նախատեսված է 2026 թվականի մարտի 9-ին։ Գործընթացը կարող է տևել մինչև 12 տարի 6 ամիս։ Մեղադրող կողմն Իմամօղլուի համար պահանջում է 849-ից մինչև 2430 տարի եւ 6 ամիս ժամկետով ազատազրկում, հանցագործություններ կատարելու նպատակով կազմակերպություն ստեղծելու, անձնական տվյալներ ստանալու եւ տարածելու, հանցագործության ապացույցները թաքցնելու, պետական սեփականությունը վնասելու, կաշառքի եւ բազմաթիվ այլ մեղադրանքներով։ 2025 թվականի մարտից ի վեր Ժողովրդահանրապետական կուսակցության բազմաթիվ անդամներ ենթարկվել են քրեական հետապնդման։ Գործով անցնում է 407 մարդ, որոնցից 105-ը գտնվում է կալանքի տակ։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Մինսկ, նրան ընդունել է Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Վերջինս հայտարարել է, որ առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը Բելարուսի եւ Իրանի հարաբերությունների առաջնահերթությունն է, քանի որ քաղաքական հարթության մեջ կողմերը որևէ սկզբունքային խնդիր չունեն։ Արաղչին վերահաստատել է երկկողմ հարաբերությունների բարեկամական բնույթը, հավելել, որ փոխգործակցության հիմքը տնտեսական համագործակցությունն է, որն օրեցօր զարգանում է։ Արաղչին կհանդիպի նաեւ Բելարուսի արտգործնախարարի եւ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ, քննարկելու երկկողմ հարաբերությունները եւ միջազգային զարգացումները։ Բելարուս այցից հետո Արաղչին կուղևորվի Մոսկվա, հանդիպում կունենա արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը վերսկսել է տեսչական աշխատանքները Իրանում, սակայն միայն այն օբյեկտներում, որոնք չեն թիրախավորվել Միացյալ Նահանգների կողմից։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Նրա խոսքով այսօր քննարկվող ամենակարևոր խնդիրն այն է, որ գործակալության մասնագետները կարողանան կրկին մուտք գործել Նաթանզում, Սպահանում եւ Ֆորդոյում գտնվող օբյեկտներ, որոնք ենթարկվել էին հարձակման։ Գրոսին հավելել է, որ ՄԱԿ-ի գործակալությունը կանոնավոր երկխոսություն է վարում Իրանի հետ, սակայն համագործակցության մակարդակը սահմանափակ է։ ԱՄԳ-ի կառավարիչների խորհուրդը նոյեմբերի 20-ին բանաձև է ընդունել, որով Իրանից պահանջում է անհապաղ գործակալությանը հայտնել հարստացված ուրանի պաշարների եւ ռմբակոծված միջուկային օբյեկտների վիճակի մասին։ Թեհրանը բանաձևը համարում է ոչ կառուցողական եւ քաղաքականացված։ Իրանը նոյեմբերի 20-ին պաշտոնապես տեղեկացրել է գործակալության հետ Կահիրեի համաձայնագրի գործողության ավարտի մասին։ Փաստաթուղթը սահմանում էր կազմակերպության հետ Իրանի փոխգործակցության շրջանակները հաշվի առնելով իրանական միջուկային օբյեկտներին հասցված հարվածները։ Որոշումը պայմանավորված էր Իրանի դեմ պատժամիջոցներ նախատեսող ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի վերականգնման հետ։ Միաժամանակ Թեհրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել գործակալության հետ հնարավոր նոր պայմանավորվածության առաջարկները։ Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորենի ներկրումը շարունակվում է։ Ճանապարհին նոր խմբաքանակներ կան, լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է էկոնոմիկայի նախարարը։ Նրա խոսքով Ադրբեջանի ճանապարհով ներկրումը Հայաստանին տալիս է պարենային անվտանգություն։ Գևորգ Պապոյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանից կոնյակի արտահանման հարցը եւս քննարկվել է, սակայն գործարարները շշերով արտահանվող ապրանքների դեպքում շարունակում են նախապատվություն տալ Վրաստանի տարածքով ցամաքային տեղափոխմանը։ Նախարարն անդրադարձել է նաև հարցին, թե ինչու Ադրբեջանը չի օգտվում Հայաստանի ճանապարհներից։ Պապոյանը նշել է, Ադրբեջանը շարունակում է բավականին երկար ու ծախսատար ճանապարհներից օգտվել, հավանաբար սպասելով հարցի ամբողջական կարգավորմանը։ 2025 թվականը պատմության մեջ կմտնի որպես բեկումնային տարի Երևանի եւ Բաքվի հարաբերություններում եւ ավելի լայն իմաստով ողջ հարավային Կովկասի համար։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը լեհական TVP World հեռուստաալիքին տված հարցազրույցում։ 3 տասնամյակ տևած հակամարտությունից, մրցակցությունից եւ առճակատումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը որոշել են խաղաղություն կառուցել։ Օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթնաժողովը չափազանց կարևոր իրադարձություն էր, որի ժամանակ առաջնորդները վերահաստատեցին իրենց հանձնառությունը կայուն եւ անշրջելի խաղաղությանը։ Մենք հավատում ենք, որ սա միայն երկարատև հարաբերությունների սկիզբն է։ Ամիրբեկովի խոսքով կարևոր է նաև այն, որ Վաշինգտոնյան գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի, Հայաստանի եւ Միացյալ Նահանգների ղեկավարները ձեռք են բերել կարևոր պայմանավորվածություններ, որոնք շահեկան տնտեսական օգուտներ կբերեն բոլոր 3 կողմերին։ Պաշտոնյան անդրադարձել է Թրամփի ուղի նախագծին եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում հաղորդուղիների ապաշրջափակմանը, նշել դրանք կդառնան Ասիայից Եվրոպա այլընտրանքային երթուղիներից մեկը։ Ամիրբեկովը կարծիք է հայտնել, որ դա կհանգեցնի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև որոշակի տնտեսական փոխկախվածության եւ տարածաշրջանը կկարողանա գործել որպես միասնական տնտեսական տարածք։ Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել են Ադրբեջանի եւ Պակիստանի արտաքին գործերի նախարարները։ Մուհամմադ Իցհակ Դարը X-ի իր էջում հայտնել է, որ Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել են տարածաշրջանային եւ երկկողմ հարցեր։ Նախարարները մասնակցել են Սրբանիյաս ֆորումին, որն ամեն տարի անցկացվում է Էմիրություններում եւ հասցեագրում գլոբալ հրատապ խնդիրները։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։